Բարի երեկո, եթերում Art-Focus-ն է։ Ապրիլի 17-ին Գաֆէսճեան արվեստի կենտրոնում բացվել է Վալենտին Պոդպոմոգով երազներ կյանքի ու մահվան մասին խորագրով ցուցադրությունը։ Ներկայացված են հայ անվանի գեղանկարիչ, կինոյի, մուլտիպլիկացիայի դիզայնի վարպետ, ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ Վալենտին Պոդպոմոգովի աշխատանքները։ Ցուցադրությունը նվիրված է արվեստագետի 100-ամյա հոբելյանին։ Սասունցի Դավիթ Պարտեզի ցուցասրահում կարելի է տեսնել Վալենտին Պոդպոմոգովի ստեղծագործությունների հատուկ ընտրանին, ընտանիքի և մասնավոր հավաքածուներից։ Մի շարք ստեղծագործություններ ցուցադրվում են առաջին անգամ։ Այս ցուցադրության և Վալենտին Պոդպոմոգովի կյանքի, ժառանգության և ստեղծագործական ուղու մասին կխոսենք նկարչի այրու Ասիա Պոդպոմոգովայի և Գաֆէսճեան արվեստի կենտրոնի ցուցադրությունների գծով տնօրեն, արվեստաբան Արմեն Եսայանցի հետ։ Բարի երեկո։ Շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Արմեն, թեև վարպետի գեղանկարչական ժառանգությունը քանակապես մեծ չէ, այնուամենայնիվ թեմատիկայի տեսանկյունից շատ ընդարձակ է, եւ այս ցուցադրության համար ընտրել էիք փաստորեն կյանք եւ մահ թեման, որին վարպետը պարբերաբար անդրադարձել է, որ գործերն են ընտրվել այս թեման լավագույնս բացահայտելու համար։ Նախ եւ առաջ, ինչպես արդեն նշեցիք, այդ քանակը նմուշների, որ այդքան շատ չեն, նաեւ պայմանավորված է նրանով, որ արվեստագետը շատ ուշ տարիքում է սկսել հենց գեղանկարչությամբ զբաղվել, այսինքն Վալենտին Պոդպոմոգովը մոտ 50 տարեկանում է առաջին անգամ որոշել, որ ամբողջությամբ կենտրոնանալու է հենց գեղանկարչության վրա, եւ դա 1970-ական թվականների կեսերն էր, եւ արդեն մինչեւ իր կյանքի վերջ, մինչեւ 1998 թվականը միայն գեղանկարչությամբ է զբաղվել ու տարբեր թեմաներ, իրոք, ինչպես արդեն նշեցիք, տարբեր թեմաներ են շոշափվել, բայց մեծ մասի մեջ, այսպես կարմիր թելով կարելի է ասել, անցնում էր այդ մի խորը հետաքրքրություն արվեստագետի կապված կյանքի եւ մահվան հետ, բայց ոչ թե այսպես կոնկրետ իմաստով, չնայած կան եւ աշխատանքներ, որոնք բառից բուն իմաստով են վերաբերվում այդ թեմային, բայց ավելի լայն փիլիսոփայական, մի քիչ միստիկ, մետաֆիզիկական, ես կասել ոչ շոշափելի, ինչ որ այնպիսի շերտեր են փորձել իր գեղանկարներում Երևան հանել, որոնք այդպես սահմանային են, այսինքն անհասկանալի են եւ կյանքի եւ մահվան միջև են գտնվում եւ կյանքը լայն շատ իմաստով, օրինակի համար ինչպես Արծաթյա սյուիտ աշխատանքն է, որ պետք է ի սկզբանե 12 մասից բաղկացած լիներ, բայց մի մասն է ընդհանրապես հնարավոր եղել ավարտին հասցնել, որոնց նույնիսկ ինչ որ նմուշներ կիսատ են մնացել, օրինակի համար այդ աշխատանքի, այդ շարքի մեջ ընդհանուր մարդու կյանքի ցիկլն է վիզուալ լեզվով ուսումնասիրվում եւ սկսված ծնունդից մինչեւ մահ բոլոր փուլերը կյանքի, բոլոր հարցերը, որոնք մարդուն նաեւ հուզում են, այդ թվում նաեւ մահվանից հետո որոշակի թեմաների է փորձում անդրադառնալ արվեստագետը, ինչպես վերածնունդն է, այլ աշխատանքներ, որ կարելի է առանձնացնել, օրինակի համար, չգիտեմ, առաջին անգամ է օրինակ ցուցադրվում իր հենց բժշկի սրտաբան Սամվել Գալումյանի կոլեկցիայում գտնվող աշխատանքը, որտեղ այդպես հենց բժշկի կերպարն է հետաքրքիր ձևով, այլաբանական ձևով ներկայացված, կան գրաֆիկական աշխատանքներ կրկին բժշկական թեմայով, որ որոշակի վիրահատական աշխատանքի են վերաբերում, եւ սա արդեն կյանքի եւ մահվան ամենառեալ իրական իմաստով անդրադարձն է։ Շատ են նաեւ պես կրոնական, միստիկ որոշակի շերտերի, որոնք կյանքի եւ մահվան փիլիսոփայական որոշակի կողմին են անդրադառնում, այսինքն այցելուները իրենց համար նույնիսկ նրանք, ովքեր ճանաչում են Պոդպոմոգովի արվեստը, նոր տեսանկյունից են բացահայտելու արվեստագետին, ինչը նաև Գաֆէսճեան արվեստի կենտրոնի առաքելություններից մեկն է, որովհետև անգամ ականավոր արվեստագետներին, երբ մենք անդրադարձել ենք մեր ցուցահանդեսային ծրագրի շրջանակում, միշտ փորձել ենք որոշակի նոր լույսի ներքո ներկայացնել կամ նոր աշխատանքներ ցուցադրել եւ այստեղ 19 աշխատանք է, որոնց մեծ մասը ճնշող մեծամասնությունը առաջին անգամ են ներկայացված եւ այո, նպատակն էր որքան էլ որ 100-ամյակն էր առիթ
անցյալ տարի դեռևս մենք արդեն որոշում էինք, աշխատում էինք պրոյեկտի վրա, այսինքն դա առիթ էր անդրադառնալու արվեստագետին, բայց շատ բարդ կլիներ ասած հետահայաց մեծ նախագիծ անելը, որովհետև շատ աշխատանքներ Հայաստանում չեն գտնվում եւ մասնավոր կոլեկցիաներում են արտերկրում եւ ելնելով այդ հանգամանքից չուզեցինք նաեւ աշխատանքը լինի ինքնանպատակ, այսինքն չլինի պարզապես այն բոլոր աշխատանքները, որոնք հասանելի են։ Այսինքն կարող ենք այսինքն այլ լինի որոշակի թեմատիկ, կենտրոնացած, որպեսզի կարողանանք հենց այդ կյանքի եւ մահվան դիսկուրսը որոշակի ձևով ներկայացնենք։ Արմենը նշեց, որ վարպետը փաստորեն 50 տարեկանում է որոշել լիովին ընկղմվել գեղանկարչության մեջ, ինչու նա եկավ, ինչպես եկավ դրան։ Ինչպես ինքն էր ասում, այդ միտքը իրեն տվել է Գենրիխ Իգիթյանը, ինքն է պատճառ հանդիսացել, որ ասել է ինչու չես փորձում, եւ նա փորձեց, առաջի գործը դա 1974 թվականին էր, երբ ինքը 50 տարեկան էր, դա նոստալգիա նկարն է, այդպես ու սկսեց դրանից հետո սկսեց գեղանկարչությամբ զբաղվել, դա ոնց որ ստարտ եղավ, եւ այդպես անցավ գեղանկարչական աշխատանքների։ Իսկ դժվար չէր կտրվել ըստ էության, որոշակիորեն կտրվել նաև մյուս ոլորտներից։ Ես ասեմ, որ ինքը այտենց լիովին կտրված չի եղել մյուս ոլորտներից, ինքը միշտ բազմաժանր ստեղծագործող է եղել, զբաղվել է տարբեր նաև ուրիշ գործերով, ոչ միայն գեղանկարչությամբ, ու հիմնական իհարկե այն ինչ որ տեսնում են մարդիկ, դա գեղանկարչությունն է, բայց ինքը ուրիշ գործերով էլ է զբաղվել։ Արմեն, դուք անդրադարձաք պատպամոգովի ոճին, այնուամենայնիվ հետաքրքիր է, որ ինքը անձամբ իր ոճը բնորոշում էր որպես փիլիսոփայական սյուրռեալիզմ, հետաքրքիր է նաև արվեստաբանի տեսանկյունից, ինչ իզմերի մեջ կարող ենք տեղավորել նրա արվեստը։ Ինձ թվում է շատ բարդ է ինչ-որ իզմերի մեջ տեղավորել պատպամոգովին, հատկապես հաշվի առնելով իր, այսպես ասեմ, ֆենոմենը հայկական գեղարվեստական իրականությունում, որովհետև այն թեմաներն ու այն գեղարվեստական լեզուն, որ ինքը բերեց 70-ական, 80-ականներին հայկական կերպարվեստ, ինքը յուրահատուկ էր, այսինքն ոչ մի բանի նման չէր, եւ այստեղ կարելի է ասել այն սինթեզն էր իր տարբեր իր այսպես ասած շատ ընդարձակ գեղարվեստական փորձի, որովհետև ինքը տարբեր ոլորտներում աշխատել է, բայց նաև ինքը շատ, այսպես այս աշխատանքների մեջ դա ակնհայտ է իր սերը ու հարգանքը, այսպես մեծ վարպետների նկատմամբ, որովհետև շատ աշխատանքների մեջ կարելի է տեսնել այսպես դասական վերածննդյան որոշակի շունչ, կանոնիկ վերաբերմունքից, կոմպոզիցիոն լուծումներից, որոշակի թեմաներից, որ ինքը անդրադառնում է, բայց դա անում է մի լեզվով, որը ինչ-որ միստիկ, սյուրռեալիստական, փիլիսոփայական մի դաշտում է, որը հատուկ չէր հայ կերպարվեստին։ Եվ այստեղ տարբեր հանգամանքներ կան, օբյեկտիվ ու սուբյեկտիվ, ինչպես դա հայտնվեց, բայց ինձ թվում է նաև շատ կարևոր է նկատի ունենալ, որ Պատպամոգովը կրթություն չուներ։ Դա ապշեցնում է այդ փաստը։ Այլ լրիվ բնատուր իր տաղանդի եւ իր, ինձ թվում է, նաև աշխատասիրության արդյունքներ, սա, որովհետեւ ինքը շատ նկարել է, բնականը շատ վարժ արդեն տիրապետում էր ֆորմային, բայց որովհետեւ երբ նայում ես իր ամսագրային աշխատանքներին, օրինակ երգիծանկարները կլինեն կամ այն պաստառները, որ ինքը արել է, կամ այն նկարչական աշխատանքները, որ ինքը իրականացնել է թատրոնի եւ կինոյի համար, դու տեսնում ես ձիրքը այնտեղ է, այնպես չէ, որ հենց 50 տարեկանում հենց այնպես ծնվեց, օդից հայտնվեց, չէ, դա եղել է միանշանակ, բայց գեղանկարչությունը ամեն դեպքում շատ տարբերվում է թղթից կամ տպագրական գրաֆիկայից եւ այլն։ Դրա համար շատ զարմանալի է այդ տեսնելը ու թեմաների առումով էլ ինձ թվում է շատ հետաքրքիր սեով սա համընկավ նաև ընդհանուր սոցիալ մշակութային իրավիճակների հետ, թե ինչ էր կատարվում խորհրդային շրջադարձային որոշակի շրջանը 70-ական 80-ական թվականները, այսինքն այդ մի տեսակ ազատությունը, հայկական իրականության ձնհալից արդեն ահագին անցած նաև այդ Գորբաչովյան շրջանը հետագայում եղավ, այսինքն 80-ականները, որ արդեն այդ glasnost եւ այլն, որպես մի քիչ ուրիշ ձև էր ընկալում, ինձ թվում է դա նաև հայկական իրականության մեջ կար որոշակի ազգային ինքնության,
որոշակի պետականամետ գաղափարների ու ինչ որ փնտրտուքների հոգևոր ինչ որ բաների, որ իր մոտ անդրադառնում է, որովհետև օրինակի համար ինչու ինքը պետք է անդրադառնար Կոմիտասի կերպարին կամ աշխատանք կա, որ մեր մոտ չի ցուցադրում, բայց Անդրանիկի կերպարին է ինքը անդրադարձել կրկին։ Եվ սա նաև խոսում է այդ լիցքերը, որ կային եւ որոնք իր միջոցով հայտնվում էին այդ աշխատանքների մեջ։ Եվ ինքը նաև շատ սուր ստեղծագործություններ ունի, օրինակի համար մեր մոտ ցուցադրում է այդ Վեչնը ժիվոյ աշխատանքը, որ Լենինի կերպարին է անդրադառնում, եւ նույնիսկ շրջանակը, որ ինքն է ստեղծել, դագաղի տեսքով է եւ իր համար դա 80-ականներին արված աշխատանք էր, դեռևս նույնիսկ նման ազատություն չկար, բայց ինքը այդ իր ներքին պայքարը կար այդ ռեժիմի դեմ, այդ իրականության դեմ եւ ինքը, ինչպես Ասյանն ինձ պատմում էր, միջով կյանքի վերջ ասում էր Լենինին այդ դամբարանը աբսուրդ է, դա պետք էր հենց 90-ականներին, ասում է Ելցինը պետք է իրեն թաղեր։ Ինքը այսպես ու դա դեռևս Ելցինից մի 25 տարի առաջ ինքը արդեն իր աշխատանքով թաղում էր Լենինին եւ այդ ստեղծագործությունները կարող եք տեսնել, այդտեղ էլ շատ տարբեր այլաբանական հետաքրքիր շերտեր կան եւ այս ցուցադրությունը ոչ միայն ցույց է տալիս իր վիզուալ հետաքրքիր լեզուն, այլև ցույց է տալիս թե ինչպիսի մարդեր նա, որովհետեւ աշխատանքներ կան, որ ինքը նվիրել է իր ընկերներին։ Այսինքն մենք նաեւ այդ աշխատանքներն ենք ցույց տալիս, որ ինքը կարող է պարզապես այդ մարդու համար հատուկ հենց իրեն վերաբերող աշխատանք ստեղծեր, որովհետև դա այդպես էր նա ընկերություն անում, այսինքն ինքը նաև այդպիսի կերպար է, որովհետև երբ խոսում ենք պատմամագովի մասին, պետք չէ սահմանափակվել միայն իր արվեստային տեսակով, այլև ինքը ֆենոմենալ կերպար էր ընդհանուր դաշտում, այսինքն ինքը շատ հանրաճանաչ մարդ էր Երևանում եւ ոչ միայն արվեստի ոլորտում, այլ շատ տարբեր շրջանակներում եւ դա գալիս էր նաեւ իր յուրահատուկ խարիզմատիկ այդ տեսակից ոչ միայն որպես արվեստագետ, այլև որպես անհատ։ Եվ այդ իր ուժը կարելի է տեսնել ստեղծագործությունների միջոցով եւ նաեւ այն հարաբերությունների պրիզմայով, որ Ասյան կիսվում պատմում է կամ մյուս հարազատները, ում հետ իրականում մենք համագործակցել ենք այս ցուցադրության համար եւ ընկերները եւ այս շատ լավ առիթ է նաեւ բոլորին շնորհակալություն հայտնելու։ Այո։ Շատ, այսպես ասեմ, պրոդուկտիվ ու շատ բնական ընթացք ստացավ։ Արմենն անդրադարձավ մի շատ կարևոր երևույթի, որ վարպետը երբեք անտարբեր չի եղել սոցիալ-քաղաքական իրավիճակի հանդեպ, որը տիրում էր երկրում։ Ինչու էր նա հարկ համարում անպայման անդրադառնալու այդ երևույթներին։ Որտեվ նա անդրադառնում էր այն երևույթներին, ինչ իրեն ուզում էր, անհանգստացնում էր, եւ ինքը շատ էր հոգ տանում Երևան քաղաքի մասին, ինքը շատ էր սիրում Երևանը, ինքը եղել է առաջի գլխավոր նկարիչը Երևանի եւ ինքը իր խոսքերով որ ասեմ, ինքը ասում էր «Я этот город люблю больше, чем невесту». Այդպես ինքը շատ վերաբերվում էր Երևանի եւ շատ բաներ ունի Երևանում արված իր այդ ընթացքում աշխատելիս եւ բնական է եւ երկրին եւ աշխարհին այն ամենը ինչ կատարվում էր ինքը շատ 2750 շատրվաններն է իրեն, այո, եւ կար մի ես շատ ափսոսում եմ, որ դա չկա պրոսպեկտի, ժամանակ Լենինի պրոսպեկտը կոչվում, ինքը լույսերն էր արել, կարող եմ պատմել այդ պատմությունը, եւ ինքը քաղաքապետարանի այդ գլխավոր նկարիչներ, ինքը առաջարկեց այդ այսպես հիմիկվար լեքսիկոնով պրոյեկտը այ ամբողջ պրոսպեկտի երկարությամբ մեջտեղում լույսեր էր վառվում եւ դա շատ գեղեցիկ էր բայց որպեսզի ոնց է ինքը ներկայացնում այն ժամանակ Հասրատյանն էր Գրիգորի Իվանիչը քաղաքապետը այո ասում է իսկ որտեղ է այս դա որտեղ կա դա որտեղ խուսափում էին նորարար լինել այն ժամանակ այնքան էլ ոնց որ թե չէր ողջունում ինքը ասեց ես դա տեսել եմ Արգենտինայում Բուենոս Այրեսում Ֆլորիդա փողոցի վրա այսինքն եղել էր Արգենտինայում եւ ընդունեցին այդ պրոյեկտը արեցին հետո տարիներ հետո Հասրատյանը գնում է փորձում է գտնել որպեսզի երևի համեմատի չի գտնում գալիս է ասում է վալա ես նայեցի փնտրեցի բայց չգտա դա ասում է չէր գտնի որտեվ դες բան չկա այնտեղ ասում է ոնց դա ասում է եթե ես ասեի որ ես եմ մտածել դուք կարող եք չանցկացնել
այո, չընդունեիք, բայց շատ հետո մի անգամ փորձեցին, արեցին, հանեցին իհարկե դա, հետո փորձեցին, բայց այդեն էֆեկտը չուներ։ Նորից վերացրեցին։ Այո, ամբողջ Մաշտոցի պողոտայով, հենց մեջտեղով, որտեղ այդ հոց գծերն են, այդ հատվածում այդպես այո, այդ մեջտեղով կոնուսաձև մետաղական, ալյումինի մետաղական այսպես բաներ։ Կոնստրուկցիաները մեջից լույս էր։ Մեջը լույս էր, բայց շատ գեղեցիկ էր եւ ոնց որ Նաև անվտանգություն կարող էր հավելյալ Դե ինքն եւ գեղագիտական իմաստով էր, համ էլ դե բաժանարար գիծ էր դառնում իրականում, այդ իմաստով էր ուշադրություն էր գրավում, բայց նաև այսպես յուրահատուկ լուծում էր, էլի զուտ այսինքն զուտ տեխնիկական լուծում չէր, այլև իր մեջ որոշակի, չգիտեմ, քաղաքային շունչ կար, որպես այդպեսին քաղաքը այս բանին կարծես կորցնում այն դեմքը որ կար, եւ սա շատ լավ խոսում է նաև իր տեսակի մասին, որովհետև ինքը բոլոր այդ աշխատանքներն էլ որ ինքը անում էր, ինքը մեկը միևնույնն է պետք է իր ներդրումն ունենար ոչ միայն զուտ գեղանկար ստեղծելու առումով, այլ մանավանդ մեծածավալ գործերի դեպքում ինքը հատուկ շրջանակներ են նրանց համար ստեղծում։ Եվ այդ շրջանակները համապատասխանում էին այն թեմային, որի շուրջ էր բուն գեղանկարը։ Հետաքրքիր է, որ փաստորեն վարպետի ստեղծագործություններում կարող ենք տեսնել խորհրդապաշտություն, երբեմն տագնապ, այդ լարվածություն, սակայն կյանքում ընկերների հետ, կարծես նա իր կերպարվեստի հակապատկերն էր, այսինքն նկատակասեր, այդպես ժիր, միշտ փորձարարության պատրաստ եւ այլն եւ այլն։ Բնականաբար կերպարվեստում էլ էր փորձարար, սակայն այստեղ զուտ շփման տեսանկյունից, փորձարարության մասին է խոսքը։ Ինչպես են մեկ մարդու մեջ այդ երկու հիպոստասները տեղավորվում եւ որտեղ էր նա ձեզ իրեն ավելի հարմարավետ զգում, ավելի իրական։ Գիտեք ինչ, այդպես դրա մասին հոդված կար Լոս Անջելեսում դուրս տպագրվել էր, կոչվում էր «Сколько лиц у художника» եւ այդ հարցը այդ հոդվածում տրվում էր, որտեղ է ինքը իրականը, իր այդ խնջույքների շրջապատում, թե իր արվեստում, ինքը իրական էր եւ այնտեղ, ես ասեմ, դա գուցե զարմանալի է մարդկանց համար, գուցե դա անհամատեղելի թվար, այո, նկարներին, որ նայում ես, երբեք եթե իրան չես ճանաչում, իմ տպավորությունը, երբ ես իրան դեռ չէի ճանաչում, ինձ թվում էր, որ իրան ինքը այնց ինչ որ օթերով է ման գալիս, իրան շոշափելի չի, ինքը հնարավոր չի իրեն հետ շփվում ունենալ, իմ մոտ այնց տպավորություն էր այդ գործերը, բայց երբ որ ես ծանոթացա, տեսա, որ ինքը շատ հասանելի մարդ է եւ շատ հետաքրքիր, շատ կատակասեր, շատ ընդհանրապես ես իրան կբնորոշեմ, որ ինքը ուներ ազատության բոլոր աստիճանները։ Ինքը գիտեք ինչ, ինքը այնց անձնավորություն էր, որ մարդ որ գտնվում էր իր կողքին, իրեն ավելի վստահ էր զգում, իրեն կարող էր զգում, ինքը ինչ մեխանիզմով էր ինքը դա փոխանցում բոլորին առանց ջոկողության, ես չեմ կարող ասել։ Ահռելի էներգիաներ, որ ըստեյության բաշխում էր մարդկանց նաև։ Դա ուղղակի էներգիա ասել չի կարելի, բայց ինքը այդպիսի մարդ էր։ Ես իրան միշտ ասոցիացնում եմ, գիտեք ինչ, զուլալ աղբրի ջրի հետ, որ այդ ջուրը միշտ գալիս է եւ ցանկացած մարդ կարող է խմել այդ ջրից եւ ինքն էլ էր այդպես, ինքը տալիս էր դա առանց տարբերակելու մեծ, փոքր, պաշտոնավոր թե ոչ, ինքը այդպիսի մարդ էր։ Դրա համար մարդիկ, որ գտնվում են իր կողքին, չէին ուզում, որպեսզի հեռանան, թողեն, արդեն մինչև ուշ գիշեր կնստեին, արդեն քնելու ժամանակն է ինքն էլ, այո, եւ ընդհանրապես ինքը, ես ասեմ, ինքը շատ օժտված էր բնավորության շատ լավ հատկանիշներով, սովորաբար մարդիկ, նամանավանդ տաղանդավոր կամ հանճարեղ մարդիկ միշտ ունենում են արատավոր ինչ-որ բնավորության գծեր, ինքը չուներ նման բաներ, չնայած ինքը բնածին սրտի հարատով ծնված երեխա է։ Այո, եւ ասեմ առաջի կեսարյան հատումով ծնված երեխան է 24 թվականին Երևանում, իհարկե, այո, այդպես, բայց ինքը այդպեսին էր։ Որպես եթե ասենք նկարագրում ենք արվեստագետին հանճարեղ, տաղանդավոր, որպես մարդ նա հանճարեղ մարդու տեսակ էր, կարճ այդպես կասեի։
Արմեն Պոդպոմոգովը փաստորեն 20 սիրված գեղարվեստական ֆիլմերի բեմադրիչ նկարիչ է, հա, եւ ահռելի քանակությամբ նաեւ մուլտեր կան, որոնք մինչ օրս երեխաները դիտում են, հայ երեխաները համենայն դեպս, այդպես մի քանի ժապավեններ կարող ենք թվարկել, Կախարդական գորգ, Մի կաթիլ մեղր, այդ հրաշալի մուլտը, հա, Պույպույի մկնիկը, Փարվանա լճի լեգենդը եւ այլն։ Ինչ ներդրում է ունեցել Պոդպոմոգովը նաև այդ ոլորտներում եւ ինչով էր նա տարբերվում իր ժամանակակիցներից։ Պետք է նկատի ունենալ, որ ինքը սկսել է անիմացիայով զբաղվել նույնիսկ դեռահաս չէ, շատ մանուկ հասակում, եղել է 12-13 տարեկան, երբ սկսել է աշխատել եւ հետագայում ինքը հայ ֆիլմում ինչու ենք ասում, որ ինքը առաջամարտիկներից է, կարելի է պիոներ է, որտեղ ինքը ստեղծեց անիմացիոն բաժին, ինքը առաջին անիմացիոն ֆիլմերը արեց հետագայում եւ այս առումով իր ներդրումը անգնահատելի է։ Իսկ միայն անիմացիայի մասը եթե վերցնենք, կարելի է մի առանձին դիսերտացիա գրել, թե ինքը ինչ է կատարել եւ նույնը կարելի է ասել կինոյի ոլորտում, թատրոնի ոլորտում կամ նույն երգիծանկարչության մեջ, այսինքն ինքը որտեղ որ մտնում էր, որ դաշտ որ մտնում էր, այդտեղ ինքը շատ կարևոր ներդրում էր ունենում։ Եվ այս իմաստով իհարկե շատ մեծ ավանդ ունի, բայց մեր համար կարևոր էր հենց իր գեղարվեստական մասը ներկայացնել, այսինքն դրա համար մենք կենտրոնացանք հենց այդ աշխատանքների վրա եւ շատ լավ ստացվեց, որ կարողացանք հենց ընտանիքի հարազատների եւ ընկերների հետ համագործակցելով գտնել այն աշխատանքները եւ նաեւ այնպիսի ստեղծագործություններ, որոնք նույնիսկ դաշտում շրջանառության մեջ երբեք չեն եղել եւ բացահայտենք այդ տեսանկյունից եւ այստեղ այո երևի շատ լուրջ խորը մասնագետներ ովքեր լավ ծանոթ են իր անիմացիայի ժառանգությանը կամ երգիծանկարչությանը կամ պաստառային աշխատանքներին կարող են տեսնել այս աշխատանքների մեջ որոշակի նշույլներ այնտեղից, որովհետեւ ամեն դեպքում սա լրիվ տաբուլա ռասա չէր իր համար, այսինքն այնպես չէ որ ինքը 0-ից սկսում էր սա անել, լրիվ բաց սպիտակ մի թերթ էր, ինքը ուներ շատ լուրջ ժառանգություն, շատ մեծ գեղարվեստական փորձ։ Եվ այստեղ այդ ինչպես արդեն նշեցի իմ խոսքում որոշակի միքսեր, սինթեզ էր այդ իր փորձառության, որ ինքը փորձում էր այլ ձևով արդեն փոխանցել կտավին։ Եվ այստեղ էլ նույնիսկ տեխնիկայի իմաստով ինքը ինչպես է աշխատել, շատ յուրահատուկ ձևով է, որովհետև նաև ինձ թվում է նաև գալիս է նրանից, որ այդ կրթությունը չի ունեցել գեղարվեստական, որովհետև ինքը օրինակի համար հենց կտավի վրա չէր աշխատում։ Իսկն այնտեղ DVP-ներ են, որոնց վրա քաշված է հատուկ կտավ կամ կտոր, այնտեղ խառն է տեմպերայի, լևկասի եւ յուղանկարի տեխնիկա, այսինքն նույնիսկ այդտեղ ինքը փորձում էր էքսպերիմենտալ աշխատել եւ մասնագետները տեսնում են, որ այնտեղ զուտ յուղանկարչական աշխատանք չի։ Դրանք շատերը չեն հասկանում, որ դա կտավ չի, որովհետեւ շատ կտավային են ստեղծագործությունները, բայց իրականում այդպես կա։ Իսկ երբ գրաֆիկան է, որովհետեւ մենք թե նման թե գեղանկար, թե գրաֆիկա, թե քանդակ ենք ցուցադրում, իսկ գրաֆիկական աշխատանքները իրենց արհեստավարժության տեսանկյունից ցնցող են, որովհետեւ այնտեղ վիրաբուժական դրվագ է պատկերված, մի քիչ եթե ավելի կոնկրետ ստամոքսի վիրաբուժագրության մասին է խոսքը եւ դրանք արվել են մի պրոֆեսորի աշխատության համար որպես իլյուստրացիաներ եւ դրանք Ավդալբեկյանը Սուրե Խրիստոֆորովիչի դիսերտացիայի համար էր ինքը դա նկարում։ Եվ ուրախություն մեզ պահպանվել են այդ երկուսը երևի դիսերտացիայի մեջ չի մտել ու դա հրաշքով ու դրանք պահպանվել են եւ մենք դա ցուցադրում ենք, այսինքն կարելի է տեսնել այդ իր գրեթե հիպերռեալիստական մակարդակի դրանք ստեղծագործություններ, այսինքն ինքը իր աշխատանքներին մոտենում է շատ մանրակրկտորեն, այսինքն շատ ու այդ բոլոր ոչ մի բան պատահական չի, դա էլ իր գլխավոր երևի, այսպես ասեմ, ձեռագրիրն է, որ ոչ մի առարկա, ոչ մի երևույթ իր աշխատանքներում պատահական չեն, բոլորը ունեն որոշակի իմաստներ, մի մասը պարզ է, մի մասը գուցե նույնիսկ պետք է բացահայտվեն, որովհետև այլաբանությունը ինքը հենց դրանով է հետաքրքիր, որ ամեն մարդ կարող է ինքը
դրա մեջ այլ իմաստներ տեսնել։ Գուցե ինքը արվեստագետը մի իմաստ է դրել, եւ դա իրականում մենակ իրեն չի վերաբերում։ Դա շատ լայն գաղափար է ընդհանրապես արվեստի հետ կապված, թե մարդ ինչ մտադրությամբ է ինչ որ բան անում, եւ դիտողը կամ լսողը կամ մյուսը ինչ է դրա մեջ տեսնում։ Եվ այդ իմաստով արվեստը միշտ ազատ է շատ տարբեր մեկնաբանությունների։ Եվ պատմամագովը դրա երևի ամենայուրահատուկ օրինակներից մեկն է, որ այո, ինքը կոնկրետ իմաստներ էր դնում տարբեր առարկաներում կամ, չգիտեմ, դրվագներում, իր գեղանկարներում, կոմպոզիցիայում, որ օգտագործում էր, բայց դիտողը կարող է դրա մեջ լրիվ ուրիշ իմաստներ տեսնել։ Մենք իհարկե մեր մեկնաբանություններ ունենք սրահում տարբեր աշխատանքների հետ ու բոլոր աշխատանքների համար կարող էին գնել մեկնաբանություններ, բայց մենք ընդհանրապես մի քանիսի համար նկարագրություններ են գրել տեխնիկական, ինչ որ նկարագրություն ենք թողել այդ թվում իմաստային, բովանդակային մասով ենք փորձել ներկայացնել, բայց դա նաև առիթ է տալիս մյուս աշխատանքների համար, որպեսզի արդեն դիտողը ինքն իր համար սկսի փորձել վերլուծել, գտնել իսկ այստեղ արվեստագետը ինչ իմաստներ է դրել, անգամ եթե արվեստագետը այդ իմաստները չի դրել, դու որպես դիտող ինչ ես դրա մեջ տեսնում եւ ինչ կարող ես ինքդ քո համար բացահայտել։ Ես ասեմ այդ թեմայով հետաքրքիր մի բան, որ նկարները, որ արվեստանոցում են US 90 թվականից իմ աչքի առաջ են, մինչև հիմա ես չեմ դադարում ինչ-որ մի նոր բան հայտնաբերել, նույնիսկ ոչ միայն ես, հայտնաբերել ուսանողներ են եկել եւ ես ներկայացնում եմ, իրենք ասում են, բայց չեք տեսնում, այստեղ սա է պատկերած եւ ապշում ես, որ նրանք դեռ աշխատում են, նրանք ստատիկ վիճակում չեն։ Սա շատ լավ առիթ է նաև մի թեմայից խոսելու, որ այսօր չէ, վերջին 10-15 տարին դե թանգարաններում շատ լուրջ ճգնաժամ կա այցելուների եւ արվեստանմուշների ինտերակցիայի տեսանկյունից, որովհետեւ բոլորը նկարում են ու դա կորցնում է, այսինքն դա շատ լուրջ խնդիր է առաջացնում, թե ինչպես են մարդիկ ընկալում այդ աշխատանքները, որովհետեւ բոլորի համար շատ կարևոր է այդ ներկայության փաստը ֆիքսելը։ Այո, ունենալ ֆոտո։ Հա, այսինքն ունենալ լուսանկար, վիդեո եւ նաեւ շատ հեշտ է քո ուղեղի եւ քո հոգեվոր որոշակի ֆունկցիաները մեքենային փոխանցելը։ Դու ամեն ինչ նկարում ես եւ չես դիտում այդ դու ինքը չես նայում, այսինքն դու ամեն ինչ նկարում ես, կարծես դա քո ինչ որ դու պետք է անես, փոխանցում ես հեռախոսին, ինքը դա շատ ավելի լավ է անում վիզուալ իմաստով։ Դու այդ ֆունկցիան քեզնից ոնց որ հանում ես, բայց նաեւ կարծես դու դա արեցիր, կարծես ամեն ինչ տեսար։ Դրա համար կան թանգարաններ, ովքեր փորձում են հիմա այսպես շատ ակտիվ ձևով այդ քաղաքականությունն են վարում, որպեսզի մարդիկ նայեն slow looking, այսպիսի գաղափար կա, Tate Modern-ներ այդ տանում առաջ եւ այս ցուցադրությունը շատ լավ առիթ է, որպեսզի աշխատանքներին հնարավորինս երկար նայեն, որովհետեւ նաեւ հետազոտությունները ցույց են տվել, որ ամեն աշխատանքի մոտ միջին ինչքան ժամանակ է անցկացնում այցելուն եւ դրանից ոնց որ չեն նայում աշխատանքները, այսպես ասած շրջում են, բայց աշխատանքներին չեն նայում եւ լավ առիթ է, երբ մանավանդ քիչ են ստեղծագործությունները, ընդհանրապես 19 աշխատանք է, ընտրությունն արդեն կատարված է, կարելի է բոլորի վրա կենտրոնանալ, ամեն մեկը առանձին ուսումնասիրել, որովհետեւ մեծ թանգարաններում խորհուրդ է տրվում ամեն ինչ չնայել, մտնել սրահ, ընտրել առաջին հայացքից, որոնք ես դու անմիջապես հավանում, դրանց վրա կենտրոնանալ, մենակ դրանք նայել, մյուսներին կարելի է պարզապես ժամանակ չծախսել շատ։ Իսկ սա արդեն կարծես այդ ընտրությունը արդեն արված է եւ այցելուն արդեն ինքը զուտ այդ ընտրության մեջ կարող է բոլորի վրա կենտրոնանալ հնարավորինս շատ ժամանակ անցկացնելով, սա պարզապես առիթ է նաեւ բոլորին հորդորելու, երբ թանգարաններ եք այցելում, փորձեք հնարավորինս շատ ժամանակ անցկացնել այն աշխատանքների մոտ, որոնք իրոք հավանում եք ու որոնց վրա ցանկանում եք կենտրոնանալ, անպայման չի ամեն ինչ տեսնել, ամեն ինչ հիշել, ինչը բնական է հնարավոր չի։ Այո, երկար դիտել, դանդաղ կարդալ։ Նույնիսկ абստրակտ աշխատանքը Abstract աշխատանքների դեպքում դա հատկապես հետաքրքիր է, որովհետև ինչքան երկար ես նայում, այնքան հետաքրքիր բաներ կարող ես գտնես, ինչը առաջին հայացքից թվում է աբսուրդ վերացական ստեղծագործությունների դեպքում, բայց իրականում այդպես չէ։ Իսկ հետաքրքիր է ժառանգության որ մասն է մասնավոր հավաքածուներում, որ մասն է թանգարաններում պահպանվում։ Կա ասեմ ժամանակակից արվեստի թանգարանում աշխատանքներ կան եւ կա մի աշխատանք Անդրանիկի դա Սարդարաբադի թանգարանում է։ Մնացածը բոլորը մասնավոր են։ Ես ընդհանրապես ասեմ իր վերաբերմունքը այդ նկարներին, ինքը միշտ ասում էր, քանի ես դեռ աշխատում եմ, ես մի թելով կապված եմ այդ նկարի հետ։ Հենց ես ավարտեցի,
ստորագրեցի, այդ թելը կտրվում է եւ ես կապ չունեմ այդ նկարի հետ եւ ինքը շատ հեշտ բաժանվում էր նկարներից, շատ հեշտ նվիրում էր, շատ նույնիսկ գողանում էին իրենից նկարների հետ եւ կարող եմ այդ հաստատելով այդ դրվագը ասեմ մի աղջիկ եկել էր Մոսկվայից, վաղուց պատմություն եմ ասում, Օլգա Դմիտրիևը, որը որ եկել էր եւ ասեց Ոյ, հայերեն ասեմ, այստեղ պրովինցիայում ես այսպիսի տաղանդավոր ռուս նկարիչ եմ հայտնաբերել, ես ձեր մասին կգրեմ, Վալյան իհարկե բացատրեց, որ պրովինցիայի վերաբերյալ ինչ պետք է ասեր, հետո ասեց ես ռուս նկարիչ չեմ, ես հայ նկարիչ եմ, իսկ ինչ վերաբերվում է տաղանդին, եթե ասում է կար չեմպիոն աշխարհի չեմպիոն Ելենա Վադարեզովա այո, ասում էր որ Ելենա Վադարեզովան տաղանդավոր է, ասում է դա իհարկե դա ասեց եթե ինքը տաղանդավոր է, ուրեմն ես հանճարեղ եմ Օլինկա։ Եվ վերջում ասեց ես ցույց չեմ տալիս իմ մասին գրեք։ Եվ իրոք չգրվեց, բայց ամենակատարյալը վերջում նա մի նկար է նվիրում այդ Օլային եւ ճանապարհում։ Գիտեք ինչ նկար, այդ ձու, որը որ դուք պաստառ եք, այդ դրա առաջի տարբերակը։ Այո, ես մի ֆոտո ունեմ, որտեղ ֆոնի վրա այդ նկարը կա։ Եվ հաջորդ օր այդ Օլան զանգում է մտածելով, որ ասում է Վալենտին Գեորգիեվիչ, մենք մի քիչ ոգելից խմիչքի ազդեցության տակ էինք, դուք ինձ նկար եք նվիրել, ես ենթադրում եմ, որ դուք հիմա փոշմանել եք, ես պատրաստ եմ վերադարձնել։ Ինքը ասում է, ես երբեք ոչինչ չեմ անում առանց ինչ-որ ազդեցության տակ, ես ինչ անում եմ գիտակցված։ Իսկ այս ցուցադրության հետ կապված նաև շատ ինչպես իր աշխատանքներն են մի քիչ այսպես միստիկ, այնպես էլ այստեղ շատ համընկնումներ եղան յուրահատուկ, որովհետև մենք իրականում շատ ժամկետներ այլ պետք է լինեն, այսինքն ցուցադրությունը պետք է բացվել մարտին, հետո տարբեր հանգամանքներից ելնելով տեղափոխվեց, որոշակի տեխնիկական խնդիրներ կային, ամեն դեպքում այնպես ստացվեց, որ մենք ցուցադրության հատուկ բացումը եղավ ավագ 5 շաբթի, իսկ այսինքն հենց այդ զատկական վերջին շաբաթի, իսկ ստեղծագործության գլխավոր, իսկ պաստառը հավքիթ, դա էլ լրիվ օթից է եղել, այսինքն մենք չենք հաշվարկել, որ դա այդպես է լինելու, իսկ ստեղծագործության գլխավոր կենտրոնական աշխատանքը հենց խորհրդավոր ընթրիքն է։ Այսինքն դա էլ խոսում է երևի իր թողած ժառանգության եւ իր կերպարի, այսպես հետաքրքիր նույնիսկ որ իր մահվանից այսքան տարի հետո դեռևս շարունակում է այդ յուրահատուկ պատմությունները, որոնք բարդ է բացատրել սովորական լեզվով, չակերտավորել է ասած, այսինքն առօրեական ինչ-որ հանգամանքներով կամ պատճառաբանական կապով չես կարող բացատրել, համընկնում կարող ենք ասել, ամենահեշտը որ դա համընկելը, բայց մենք չենք ուզում այդպես մտածել, մենք ուզում ենք այդտեղ ուրիշ խորություն, մենք ուզում ենք այդտեղ ուրիշ խորություն տեսնել, որտեղ այդտեղ շատ ավելի խորը որոշակի ինձ թվում է հիմքեր կան։ Այո, կան հաստատ։ Շնորհակալ եմ հրավերի ընդունելու համար, այս հետաքրքիր զրույցի համար, շնորհակալություն։ Ձեզ շնորհակալություն։ Ինչպես հաղորդման ընթացքում արդեն նշեց Արմեն Եսայանցը, այս ցուցադրությունը ճանապարհորդություն է ոչ միայն դեպի Պոդպոմոգովի գեղարվեստական լեզվի խորքերը, այլև դեպի յուրաքանչյուր դիտողի ներսի երազներն ու տագնապները։ Շտապեք բացահայտելու այս ցուցադրությունը Գաֆեսճան արվեստի կենտրոնում, հիշեցնեմ, որ ցուցադրությունը բաց է մինչև հունիսի 29-ը, մուտքն ազատ է։ Նաև հիշեցնեմ, որ այսօր զրուցում էինք Ասիա Պոդպոմոգովայի և Արմեն Եսայանցի հետ։ Այսօրվա համար այսքան, ցտեսություն։